Սիրելիներ, այս ամեն ինչ որ դուք տեսնում եք, ռեկվիզիտներ չեն։ Ռեկվիզիտը գիտեք որն է, թատրոնի անբաժան մասնիկն է։ Պատկերացնում եք, մեկը թագավոր է, պետքա թագ լինի, բան լինի, որ նմանվի թագավորի։ Ինքը թագավոր չի, բայց թագավորի դեր է տանում։ Բայց տեսել եք հավատացյալներ, որոնք որ ռեկվիզիտով են։ Տարբեր առումներով պատկերացրեք, խորացեք հələ։ Մի օր մեկին տեսա։ Մեծ արուստ մեկն էր, այս սենց խաչ էր, բնականա մաքուր ոսկուց, ու չգիտեմ քանի ադամանդներ սենց շարված վրան, սիգարնել բերանը տղաժան, այս սենց դեմքով, սենց ռեկվիզիտով հավատացյալ ենք, որ ասես, դու ասես, սիրելիս քրիստոնյա ես հավատում, միատ նայես դե, կույրեշ ես դերում ինչա, այդպես մարդիկ կան, կամ ուրիշ, մեկ էլ սենց խաչքար հիշեցնող մարդ, տեսնում ես սենց խոսքերը սենց ոնց որ էկրան լինի ինքը, այդքան ատրիբուտներ կա, բայց մեջ տեսնես ինչ է։ Սիրելիներ, տեսքով չի քրիստոնյա։ Հիշում եք Հիսուսը, որ ասեց, ես հեզ եմ և սրտով խոնար, նա չասեց տեսքով խոնար։ Ովքեր որ փորձում են Հիսուսին նկարագրեն, ֆիլմերով, նկարներով փորձում են ինչ-որ խոնար կերպարանք նկարագրեն կամ նկարեն։ Բայց երբ որ տեսնում ես օրինակ, Հիսուսը մտրակները ձեռը մտավ, տաճար ու սկսեց շուռ տալ, շուռ տվեց սեղանները, կործանեց, ասում են նրանց է վռնդեց, աղավնիներին բաց թողեց։ Ու մեր սիրելի ծառայողներից մեկն էր, քարոզում որ դա հենց խոնարհություն է, որովհետև ասում է տեսավ, որ Աստված տենց է ուզում, տենց էլ արեց։ Հիմա չեմ ասում մտնեք ձեր տուն տենց բաներ անեք, ասեք դա խոնար չէ, դա առևտրականներին էր հանում Աստծո տնից։ Դա լրիվ ուրիշ բան է։ Մեկ կարա մարդիկ մանիպուլացնեն խոսքը։